Այո, Ադրբեջանը առաջարկել էր տարածքային փոխանակման սխեմա, Հայաստանի իշխանությունները չէին համաձայնվել դրա հետ, եւ 2001 թվականի ապրիլին սեղանի վրա դրված էր մի առաջարկություն, որը ենթադրում էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի գերիշխանության ճանաչում, Լաչինի միջանցք ունենալու էր նույն իրավական կարգավիճակը, ինչ Լեռնային Ղարաբաղը, այսինքն Հայաստանի մաս, փոխարենը ստանում էր անխոչնդոտ անցում Նախիջևանից դեպի ուրեմն Ադրբեջանի արևմտյան շրջանները, որը որևէ կերպով չէր խոչընդոտում Հայաստան-Իրան հաղորդակցությանը, այսինքն էստակադաներ, թունելներ եւ այլն, ճանապարհի տակի ուրեմն հողը մերն էր, հողը մերն էր, ճանապարհի վերևի օդը մերն էր։ Սա է իրականությունը։ Եվ դրա մասին օրինակ խոսում են օտարերկրյա աղբյուրներ։ Ես չեմ ասում այն մարդիկ, ովքեր հայ դիվանագետները, որ չասեն դե սեփական շահակա եւ այլն, լավ, Սաբինա Ֆրեյզեր, Թոմաս Դեվալ, Ֆիլիպ Ռեմլեր, մարդիկ հստակ դա ասում են, նույն Սաբինա Ֆրեյզերն ասում է, ադրբեջանցիներն են ասել, թե իբրև թե Հայաստանը համաձայնվել է տարածքային փոխանակմանը, բայց որևէ ապացույց չեն ներկայացրել։ Կան այսօր Փաշինյանը կրկնում է ադրբեջանցիների խոսքերը առանց որևէ հիմնավորման։ Սա